Բարի օր գործարարալիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին, թարմուղեղով զրույցն եք դուք լսում 106 եւ 5 հաճախականությամբ, թվային հարթակներում եւս կարող եք մեզ դիտել։ Առաջին խոսափողի մոտ տարածաշրջանի հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանն է, առիթը բաց չենք թողել, քանի որ տարածաշրջանում նոր զարգացումներ են, չնայած տարածաշրջանը միշտ ակտիվ չէ, բայց ամեն դեպքում Վենսի այցը, ինչպես ասում են, ուշագրավ է։ Այդ առիթով մենք ուրախ ենք, որ այստեղ եք, պարոն Պետրոսյան։ Գլոբալից սկսենք երևի, ինչու եկավ այն պահը եւ որ պահին եկավ դա, երբ Միացյալ Նահանգները որոշեց, որ տարածաշրջանը իրեն հետաքրքիր է եւ Հայաստանն է հետաքրքիր։ Շնորհակալ եմ, նախ ձեր այսպես նախաբան հետ կապված մի բան ֆիքսենք, մեր տարածաշրջանը երբեք արձակուրդ չի գնում, չի հանգստանում։ Եվ դա միանշանակ է անգամ ամանորի այդ շրջանում, հիշում եք Իրանում, հենց դեկտեմբերի վերջին ակտիվացիա եւ ամեն տարի հենց այս ժամանակահատվածում մենք նկատում ենք որոշակի զարգացումներ, պատերազմներ, ռազմական գործողություններ եւ այլն, այսինքն բոլոր տարին 12 ամիս տարածաշրջանը անկանխատեսել է եւ խառն է։ Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների հետաքրքրություններին կոնկրետ Հարավային Կովկասի եւ Հայաստանի մասով, նշենք, որ տարածաշրջանը միշտ է հետաքրքրել Միացյալ Նահանգները եւ ընդհանրապես բոլոր աշխարհակահաղական խաղացողներին։ Պարզապես ամբողջ խնդիրը այն է, թե որքանով են տարբեր խաղացողներ հնարավորություններ ունեցել տարածաշրջանում ավելի ակտիվ լինելու։ Օրինակ նման հնարավորություններ 2008 թվականի վրաց-ռուսական հակամարտությունը, երբ որ կրկին տեսանք Միացյալ Նահանգների ակտիվացում, Եվրոպական միության ակտիվացում 2000-ականներին էր հենց երբ որ տարածաշրջան առաջին բարձրաստիճան այցներ Միացյալ Նահանգներից եղել։ Այո, այս օրերին հատկապես շեշտվում է, չէ՞ դա։ Այո, հիմա մենք ականատեսենք արդեն Վենսի այցին եւ սա արդեն պայմանավորված է հատկապես 2025 թվականի երկրորդ կեսին Վաշինգտոնում արձանագրված օգոստոսին կոնկրետ արձանագրված զարգացումներով եւ Միացյալ Նահանգներին այստեղ կոնկրետ առարկայական ներկայացում ունենալու հնարավորություն ընձեռած եւ ընդհանուր առմամբ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին մասնակից լինելու հնարավորություն։ Մեկն ասում է վկա, մեկն ասում է, չգիտեմ, մոդերատոր եւ այլն, բայց այնուամենայնիվ Միացյալ Նահանգներում էր, որ նախաստորագրվեց խաղաղության համաձայնագիրը եւ TRIP նախագծի վերաբերյալ պայմանավորությունը այնտեղ ձեռք բերվեց։ Եվ դրանից հետո մենք տեսնում ենք որոշակի հետաքրքրություն եւ հետեւողական հետաքրքրություն, որը շատ կարեւոր է, եւ նաեւ աշխարհելով Դոնալդ Թրամփի քաղաքականությունը, անձնական ամբիցիաները, խաղաղության միտված գործողությունները, տարբեր նախաձեռնություններում անընդհատ Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հիշատակել է եւ այլն եւ իհարկե ամենավերջին այս խաղաղության հարթակի ձևավորումը, հա, արդեն ակնհայտ է, որ այսպես առնվազն գոնե մինչեւ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ավարտը մենք տեսնել ենք ինչպես երկու Միացյալ Նահանգներ Հայաստանի Հանրապետությունը, այնպես էլ ընդհանրապես Հայաստանի Միացյալ Նահանգներ։ Դե հիմա կանխատեսումներ կան, որ Վենսն է, չէ՞, հաջորդ այդ մասով կարծես թե խնդիր չի։ Վենսը մեծ է հնարավորություն, որ Վենսը կարող է հանրապետականների տեխնացում, բայց թե հանրապետական կլինի թե դեմոկրատ հաջորդ նախագահը, դա իհարկե Միացյալ Նահանգների ժողովուրդը եւ ամերիկացի ընտրողը պետք է որոշի, այնուամենայնիվ ով էլ լինի Միացյալ Նահանգները ինքը ինստիտուցիոնալ պետություն է եւ ով էլ լինի երկրի ղեկավար, այո, իրանք իրենց հնարավորությունները որևէ կերպ չեն ստորադասելու եւ քանի որ ներկայում այդ հնարավորություններն ավելի բյուրեղացվում են եւ առնվազն կեսդարյա ներկայացան հնարավորություն են տալիս իդեմս Թրամփի հետ կապված գործարքի վստահաբար Միացյալ Նահանգներն այստեղ լինելու եւ դրան գումարած կրկնում աշխարհակահաղական տարածաշրջանային հնարավորություններ, տնտեսական հնարավորություններ, Իրանի, Ռուսաստանի գործոնը, նրան զսպելու գործոնը, այդտեղ կգանք, ուզում եմ այստեղ ձեզ ընդհատեմ, պարոն Պետրոսյան, մի քանի օր առաջ Վենսի այցից Ալեն Սիմոնյանն էր ազգային ժողովի նախագահը Մոսկվայում հանդիպում Լավրովի հետ
բավականին սուր հանդիպում էր, կարծում եմ, երկու կողմից էր։ Ինչի մասին էր այս հանդիպումը ընդհանուր առմամբ եւ կարծես թե Վենսի այցից հետո լռություն է տիրում ռուսական կողմից։ Սա մտահոգության լռություն է, թե սպասողական լռություն։ Ռուսաստանի դեպքում որոշակի կաշկանդվածություն կա։ Ընդհանրապես Միացյալ Նահանգների ակտիվության առնչությամբ տեսեք, եթե Եվրոպական միության կամ ղեկավարության կամ եվրոպական երկրների առաջնորդների այց լիներ եւ այստեղ որոշակի եթե հայտարարություններ հնչեն, գուցե նաեւ հակառուսական, վստահ եղեք, որ ռուսական կողմի արձագանքները շատ ավելի իրենց առանձին սпасել չէին տա եւ ավելի բազմաշերտ կլինեին։ Միացյալ Նահանգների պարագայում խնդիրը մի փոքր այլ է, որտեւ այնուամենայնիվ Ռուսաստանը ձգտում է խնդիրներ չառաջացնել Միացյալ Նահանգների հարաբերություններում, հաշվի առնելով առնվազն այն հանգամանքը, որ ուկրաինական հակամարտության հետ կապված Միացյալ Նահանգները շատ կարևոր դերակատարում է ստանձնել եւ շատ կետերում, շատ հարցերում Ռուսաստանի Միացյալ Նահանգների շահերը համընկնում են ի տարբերություն օրինակ նույն Եվրոպական միություն Ռուսաստան, Ուկրաինա, Եվրոպական միություն Միացյալ Նահանգներ եւ Ուկրաինա Միացյալ Նահանգներ։ Այն խոսույթը միշտ կար, չէ՞, որ Ռուսաստանի Դաշնությունը սիրում է ֆորս մաժորային իրավիճակներում գործել եւ ինքը սիրում է թեժ պահել միշտ այդ կոնֆլիկտի այդ կրակը, Միացյալ Նահանգները կարծես թե հակառակ սցենարով է։ Այսինքն հակասում են իրար։ Միացյալ Նահանգները խաղաղություն բերողն է կարծես թե Ռուսաստանը ընկալում է այդ նույն տրամաբանությունն է, ինչ օրինակ այսօր Հայաստանում ասում են խաղաղության եւ պատերազմի կուսակցություն, չէ՞, ոնց է։ Գիտեք ոնց է, այստեղ հարցը այն է, թե խոսքը որ տարածաշրջանի մասին է, կամ որ տարածաշրջանների։ Դե այստեղ քանի որ Ռուսաստանի ազդեցությունն է ավանդաբար եղել, իսկ ավանդաբար Ռուսաստանն էլ խաղացել է կոնֆլիկտների առկայության վրա, հետեւաբար նրա շարից են բխել տարբեր կոնֆլիկտների առկայությունը։ Այստեղ բնական է Միացյալ Նահանգները պետք է գար այս տարածաշրջան խաղաղություն ապահովելու ռազմավարությամբ, այսինքն որպեսզի նվազեցնի Ռուսաստանի ազդեցությունը, պետք է նվազեցնի նրա հնարավորությունների շրջանակը, իսկ հնարավորությունների շրջանակը ներառում է տարբեր կոնֆլիկտներ։ Հիմա բնականաբար եթե խոսում ենք Հարավային Կովկասի մասին, այստեղ առանցքային է Ադրբեջան-Հայաստան կոնֆլիկտներ։ Բնականաբար Միացյալ Նահանգների գալով այս գալը ենթադրել կամ գալը տեղեր ունենալու կոնֆլիկտի հետ կապված բովանդակային փոփոխության առկայություն։ Ունենք հակառակն կարող ենք վերցնել Աֆղանստան, Իրաք, ենթադրենք Լիբիա, այնտեղ հակառակ էֆեկտն է Միացյալ Նահանգների գնալով այնտեղ կոնֆլիկտներ են առաջացել։ Իսկ դրա համար եմ նշում, թե այստեղ կարող է թե որ տարածաշրջանի մասին ենք խոսում, որտեղ միշտ մեծ պետությունները, գերտերությունները իրենք խաղում են կոնֆլիկտների տարբեր տարածաշրջաններում կոնֆլիկտների առկայության վրա, ներգրավում են ինչ-որ կոնֆլիկտում, աջակցում են ինչ-որ կողմի եւ հետո ապահովում են իրենց ներկայությունը։ Միացյալ Նահանգների պահով այս վերջին զարգացումների համատեքստում ակնհայտ էր, որ իրենք ավելի աշխատել են այստեղ Ռուսաստանի դիրքերի եւ հնարավորությունների նվազեցման պարագայում իրենց համար արդեն ռազմավարական պայմաններ ապահովելու, այսինքն այստեղ եղած տարբեր կոնֆլիկտներ հարթելու եւ հետ խորհրդային մի քանի տարածաշրջանների միջև բովանդակային համագործակցություն, փոխկապակցվածություն ստեղծելու միջոցով իրենց ազդեցությունն ապահովել։ Սրանով է պայմանավորված, որ Նրանք վերջին շրջանում տեսնում ենք Հարավային Կովկաս, Կենտրոնական Ասիա, այս երկու միկրոտարածաշրջանների միջև համագործակցության առկայությունը, Կենտրոնական Ասիայից Հարավային Կովկասով դեպի Եվրոպա կապի ապահովման, որին էլ հենց միտված է Այս ֆոնին Ռուսաստան-Իրան հարաբերությունները այլ ձևաչափ կստանան, ոնց եք կարծում։ Դե տրամաբանորեն պետք է այլ ձևաչափ ստանան, այսինքն նրանք շատ ավելի միահամուռ կերպով պետք է գործեն ընդդեմ իրենց ռազմավարական խնդիրների, տվյալ դեպքում արևմտյան դերակատարների ակտիվության, բայց քանի որ երկու երկրներն էլ այս բանին ունեն իրենց համար շատ ավելի կարևոր խնդիրներ, այո, իրենք ավելի կենտրոնացած են հենց այդ խնդիրների վրա, Ռուսաստան, Ուկրաինայի վրա, եւ սրանով է պայմանավորված նաեւ
նրա ազդեցության թուլացումը իր համար կենսական նշանակության այլ տարածաշրջաններում, որտեղ ամրապնդում են նրա մրցակիցներն ու հակառակորդները, Իրանը նույնպես, Իրանը այս պահին նախ սեփական արտաքին անվտանգային խնդիրը լուծելու օրակարգ ունի պայմանավորված Միացյալ Նահանգների հարցակման շատ մեծ հնարավորությամբ եւ իհարկե Իրանը ներսում էլ հետևի չես process-ներին, կարծում եմ հետևում է նաեւ։ Դե հետևում է, բայց արձագանքի հնարավորություններն էլ սահմանափակ են։ Այս բանը եթե չեմ սխալվում, միայն իրենց Արգոս նախարարության խոսնակն է անդրադարձել Վենսի այցին կոնկրետ նշեմ եւ իրենց ընդհանուր շեշտադրումներով այնպես որ այս Միացյալ Նահանգների համար այս հնարավորությունը կրկնում տարածաշրջանը ռազմավարական է, տարածաշրջանը միշտ հնարավոր է, միշտ գրավիչ է եղել, բայց հնարավորություններն են, որ տարբեր շրջափուլերում մի քիչ ավել, մի քիչ պակաս են եղել։ Հիմա այդ հնարավորությունները շատ մեծ են եւ դուք էլ նշեցիք, որովհետեւ Ռուսաստանը այլ առաջնահերթություններ ունի, Իրանը այլ առաջնահերթություն, այսինքն հիմնական խոչընդոտողները նրանք են եղել եւ հիմա Միացյալ Նահանգների համար այսպես կանաչ լույս է եւ այդ ժամանակային պատուհանն օգտագործելով իրենք կարծես թե արագ կերպով ընդ որում շատ կարեւոր իրենց նախաձեռնողականությամբ հենց փորձում են ամրապնդվել այս տարածաշրջանում։ Պարոն Պետրոսյան, արդյոք Միացյալ Նահանգների այս տարածաշրջանում ամրացումը կարող է հետագայում առիթ դառնալ, որպեսզի ճնշում լինի Ռուսաստանի համար Ուկրաինայի հարցում, այսինքն այս ճանապարհը արդյոք ունի իր մտքում Միացյալ Նահանգները։ Ճնշում լինի Ուկրաինայի հարցում։ Այո, որպեսզի կարողանա այնտեղ խնդիրները լուծել տարածաշրջանում իր դերակատարման մեծացմամբ։ Արդյոք նման ճանապարհ կարող է լինել։ Ես ավելի հակառակ սցենարն եմ տրամաբանական համարում, այսինքն երբ որ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջև ինչ-որ փուլում գործարքի հնարավորություն լինի, գուցե մեր տարածաշրջանում Միացյալ Նահանգները գնա փոխզիջման Ուկրաինայում ինչ-որ այսպես ասեմ, ինչ-որ դիրքեր պահելու, այսինքն Միացյալ Նահանգները չկարողանալով ավելի ազդեցիկ ճնշում գործադրել Եվրոպական միության Ուկրաինայի վրա, որպեսզի նրանք իրենց կարմիր գծերից հետ գնան, ինքը փորձի Հարավային Կովկասի կենտրոնական Ասիայի մասով պայմանավորել Ռուսաստանի հետ։ Այս սցենարն եմ ես ավելի հավանական համարում, քան հակառակը, բայց ամեն դեպքում գետնի վրա իրավիճակը շատ կարևոր է, շատ կարևոր է թե ռազմական գործողությունները այնուամենայնիվ ուկրաինական պատերազմում ինչպիսի ընթացքով կգնան։ Իսկ այս պահին, որ այսպես եթե փորձենք շատ ամփոփ ներկայացնել, շատ էական բովանդակային փոփոխություններ ռազմի դաշտում չկան։ Հետևաբար Ուկրաինան եւս կարող է նույն դիրքավորումը շարունակել դեռևս ապահովել, Եվրոպական միությունը եւս կարող է մանավանդ այն պարագան, երբ որ Եվրոպական միությունը աստիճանաբար փորձում է ավելի ինքնուրույն խաղացող դառնալ եւ դա բնականաբար ավելի ամրապնդում է թե իրենց դիրքերը եւ թե Ուկրաինայի դիրքերը եւ դրանով հանդերձ բնականաբար նվազեցնում է գործընթացները ազդելու Միացյալ Նահանգների հնարավորությունները։ Ոնց է կարծում տարածաշրջանի մյուս պետությունների համար այս այցը ինչ նշանակություն ունի։ Շատ լավ հարց եք տալիս, ունենք մինչև այս հաղորդման գալը ես նայում եի արձագանքները, թե որտեղից ինչ արձագանք կա։ Իրանից արդեն նշեցի մեկ արձագանք եղել, ենթադրում է հաշվի առնելով իրանական քարոզչության նրբությունները, իրենք մի քիչ ավելի ուշ են, երբ որ Վենսը գնա տարածաշրջանից, նաև Ադրբեջան այցից հետո ավելի կխիզախանան։ Իրենք սկսեն ավելի այսպես բովանդակային խոսել եւ ավելի մեծ ծավալով անդրադառնալ, բայց ակնհայտ է իրանական մոտեցումները դե պարզ են մանավանդ այս փուլում, երբ որ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները ծայրաստիճան լարված են եւ դրան գումարած ակնկալում բանակցությունների նոր շրջափուլի արդեն երկրորդ հանդիպումը, բայց մի բան էր կարևոր իրանական կողմից, քանի Վենսը տարածաշրջանում Միացյալ Նահանգները գործողություն չի սկսել միանշանակ, այսինքն առնվազն մինչև 11-12-ը Միացյալ Նահանգների փետրվարի 11-12-ը Միացյալ Նահանգների այս կարճաժամկետ իհարկե կանխատեսելի իրավիճակ Ադրբեջանի պարագայում բնականաբար շատ ավելի այսպես պաթոսային վերլուծություններ են եւ իհարկե
Վենսի այցը տարածաշրջան ներկայացնում են որպես նաև իրենց Հայաստանի մասը թողնում են փոքր անտեսում են, ավելի շատ խոսում են իրենց հաջողությունների մասին, իրենց նախագահի փայլուն այսպես կոչված քաղաքականության մասին 2020 թվականի պատերազմի արդյունքների եւ նաեւ դիվանագիտական հարթակում դրա անձեռած հնարավորությունների մասին։ Այսինքն այս համատեքստում է հիմնականում ադրբեջանական կողմի անդրադարձները եւ ինչը կրկնում էլի դրամաբանական հաշվի առնելով ադրբեջանական քարոզչական դրբությունը կրկնում այստեղ Հայաստանի գործոնը դրվում է, այո, Հայաստանի գործոնը դրվում է բոլորովին այն կողմ։ Այս Վենսի այցը տարածաշրջան իրեն գնահատում որպես Ադրբեջանի եւ հատկապես Իլհամ Ալիևի շատ հաջողված դիվանագիտական հերթական դրսևորումներից մեկը։ Ոնց է գնահատում հաջողությունն էսը։ Ընդհանուր իհարկե։ Ես կարծում որ այս քննարկումները շատ են լինելու, թե արդյոք որտեղ պետք է գար Վենսը, Հայաստան պետք է գար, թե Ադրբեջան պետք է գար, որ առաջինը որտեղ պետք է գար։ Տեսեք, սովորաբար նման պայմաններում, երբ որ որևէ մեծ պետություն ինքը միջնորդական դերակատարում է փորձում ստանձնել, ինքը մշտապես ապահովում է հավասարակշռված քաղաքականություն։ Այսինքն բացառված էր գրեթե, այսպես ասեմ, եթե ֆորս մաժոր չլիներ, միայն մեկ երկիր այցելեր Միացյալ Նահանգների փոխնախագահ։ Հավասարակշռված մոտեցում պետք է։ Սովորաբար նման այցերը 1, 2, 3 օրերում կամ 1 շաբաթում չեն նախանցում, ամիսներով նախապատրաստված այց են, որոնք Հայաստանում Դեռ հունվարի երբանից են։ Դեկտեմբերից դեռևս ակնկալում էր այց, այսինքն հստակ փաստաթղթեր են ստորագրվել, հայտարարություններ են նախապատրաստվել, իսկ Միացյալ Նահանգների պարագայում դրանք արագ ոտքի վրա չեն արվում։ Ինստիտուցիոնալ պետությունը բոլոր ինստիտուտներով այդ փաստաթղթերը պետք է անցնեն։ Նույնն էլ Ադրբեջանի պարագայում, հիմա առնվազն 1-2 փաստաթուղթ էլ ստորագրվելու է Ադրբեջանում։ Էլ եմ ասում, դա էլ իրավիճակային մոտեցման արդյունք չէ։ Եվ տրամաբանությունը հուշում է, որ պետք է հավասարակշռված այցելություն լիներ Ադրբեջան եւ Հայաստան։ Եվ դրան գումարած ակնկալում որ փետրվարի 19-ին, եթե չեմ սխալվում, էլի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների այցը Վաշինգտոն, որտեղ խաղաղության խորհրդի նիստն է լինելու Գազայում, ուրեմն հակամարտության կարգումը երկրորդ փուլի հետ կապված։ Այսինքն այդ հենց այս դրամաբանության մեջ որ քանի Դոնալդ Թրամփն է տարածաշրջանի, այսինքն առնվազն Հայաստան, Ադրբեջան եւ մեծ հաշվով այո, որտեղ խաղաղության խորհուրդը ինքը իրենով դեռևս սիմվոլիկ կառույց է, բայց դրան ավելի մեծ բովանդակություն հաղորդելու համար պետք է անընդհատ ինքը գործի, ինչ որ գագաթնաժողովներ լինեն, ինչ որ հարցեր օրակարգում հայտնվեն, ինչ որ լուծումներ լինեն, որպեսզի Միացյալ Նահանգների նախագահն էլ կարողանա լուծել այդ կառույցի ստեղծման համար իր արչև դրված նպատակներ, բայց ես անպայման կուզեմ նաև Վրաստանի արձագանքին անդրադառնալ։ Այո, Վրաստանը իհարկե կարևոր քրիստոնյա պետություն է։ Այո, այնտեղ հետաքրքիր են արձագանքները եւ իհարկե շատ կանխատեսելի, որ իհարկե որոշակի այնքան էլ քաղաքական բան չի, այսպես բնորոշում չի, բայց այդ քաղաքական նախանձը գուցե նկատում է, թե ինչու օրինակ ինչպես ստացվեց, որ հատկապես քաղաքացիական հասարակության շրջանում եւ ընդդիմության շրջանում որ Միացյալ Նահանգները գալիս է այս տարածաշրջան, գալիս է երկու երկիր եւ Վրաստան երկրորդ դեմքով եւ Վրաստան չի այցելում։ Այդպես որ այս մոտեցումն էլ կա։ Ռուսաստանի մասով արդեն նշեցի, որ որոշակի կաշկանդվածություն կա։ Այնպես որ ոչ միանշանակ, բայց իհարկե այդ արձագանքները կան եւ դեռ լինելու են։ Ինձ համար այսպես շատ ականջ ծակեց այն խոսքը, որ Վենսը անդադար ասում էր, որ ինքը որպես քրիստոնյա երկրի ներկայացուցիչ, ինքը որպես քրիստոնյա մարդ դա հատուկ էր արվում եւ ոնց կընկալվի այ Ադրբեջանի համար, Իրանի համար դե ակնհայտ է Ադրբեջանի համար հատկապես այդ խոսույթը ինչ ազդակներ ունի։ Դե շատ կարեւոր է եւ Միացյալ Նահանգների Հարավկովկասյան եւ Հայաստանի այդ քաղաքականության ամենակարևոր բովանդակային բաղադրիչներից մեկն է այդ քաղաքակրթական պահը, կրոնական պահը։ Ընդ որում հատուկ էր, չէ՞, միանշանակ իհարկե, սա հստակ ուղերձ է
այն առումով, որտեղ տեսեք, այն ամենը մենք հիմա խոսում ենք խաղաղության միջավայրի մասին Հարավային Կովկասում, բայց քան դեռ աշխարհը խառն է, քան դեռ տարածաշրջանում բազմաթիվ խնդիրներ կան եւ այդ խնդիրները ամենուր հիշեցնում են իրենց մասին, այսպես երկարատև խաղաղության մասին եւ հաստատուն խաղաղության մասին մեր տարածաշրջանում չեն կարող խոսել, որևէ մեկը չի կարող խոսել։ Եվ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ այստեղ բազմաթիվ խնդիրներ կան եւ շատ մեծ հավանականությամբ այդ խնդիրները կարող են նաեւ ռազմական կրկին էսկալացիաների հանգեցնել, ընդ որում թե Իրանի հետ կապված, թե ինչու ոչ Հայաստան-Ադրբեջանի հետ կապված, թե Ռուսաստանի միջամտության մասով։ Դրա համար Միացյալ Նահանգների փոխնախագահը ինքան անընդհատ շեշտում է, որ որպես քրիստոնեական երկիր, այսինքն սա մեզ համար առանձնահատուկ նշանակություն։ Եվ մյուս կողմից Վենսը չեմ ավետարանչական եկեղեցու հետևորդ է։ Այո, եթե չեմ սխալվում, եւ նաեւ հավատացյալ է։ Եվ այս քրիստոնեական ուղղությամբ շեշտադրումները նաեւ հենց որպես հավատացյալ, որպես քրիստոնյա, նաեւ արժեքները կրող, նաեւ գուցե ամերիկյան հասարակության եւ հատկապես քրիստոնյա եւ հատկապես ավետարանչական եկեղեցու հետևորդների էլի էմոցիաների վրա ազդելու իհարկե նպատակեր է տանում եւ իհարկե բնականաբար հայ հասարակության վրա ազդելու, որտեւ քաղաքակրթական կապը եւս կարեւոր է, որտեւ մենք միշտ ասում ենք մինչեւ գոնե այսքան մինչև այս այցը հատկապես նշում է, որ Միացյալ Նահանգների հետաքրքրությունները տնտեսական են, թրիփն է, սյունիկն է եւ այլն, բայց հիմա մենք տեսնում ենք նա բերում են։ Կարծես թե դրա մասին չէր այցը, էլի։ Դրա մասին իհարկե խոսվեց, բայց դե օրինակ բովանդակ դրա մասին ընդամենը մի քանի շաբաթ առաջ Վաշինգտոնում խոսել էին երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները։ Բացի այդ թրիփի հետ կապված ընդամենը օրեր առաջ Միացյալ Նահանգներից այլ ավելի մասնագիտական պատվիրակություն է եկել, եթե չեմ սխալվում, մինչև հիմա փորձում են աշխատել, նախագծում են, գույքագրում են տեղում իրավիճակը։ Բնականաբար առանցքայինը թրիփն է, բայց առանցքայինը Վաշինգտոնում կայացած պայմանավորվածությունն է, նույն միջուկային էներգիայի ոլորտում համագործակցությունը ինքը Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն է, Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև ստորագրված համաձայնագրերից մեկն է, մեկը դա է, մեկը արհեստական բանականության եւ կիսահաղորդուշների վերաբերյալ համաձայնություններ եւ երրորդը թրիփներ։ Վերջում կուզեմ ամեն դեպքում ավելի մանրամասն փորձենք հասկանալ ինչպիսին կլինի Ադրբեջան այցը, որքանով կտարբերվի Հայաստան այցից եւ վստահ եմ, որ դրանից հետո արդեն պատկերը ավելի տեսանելի կլինի, ինչ ակնկալիքներ դուք ունեք։ Ես չեմ համեմատում Ադրբեջան այցի նշանակությունը Հայաստան այցի նշանակության հետ, որտեղ օրակարգերը տարբեր են, երկու երկրների նշանակությունները տարբեր են, հետաքրքրությունները տարբեր են, ընդ որում Ադրբեջանի կողմից շատ ակտիվ ջանքեր են գործադրվում, մինչև նաև ԱՄՆ փոխնախագահի այցը ամերիկյան ուղղությամբ վերջին երկու օրերի ընթացքում Ադրբեջանի նախագահը երկու շատ կարևոր պատվիրակություններ է ընդունել Միացյալ Նահանգներից լոբիստական, հրեական, ուրեմն եւ նաեւ իհարկե տնտեսական ոլորտը ներկայացնող ամերիկյան պատվիրակություններ, այսինքն Ադրբեջանը շատ ավելի նպատակաուղղված է աշխատում Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները ավելի խորացնելու եւ դա շատ տրամաբանական եւ տեղավորվում է Ադրբեջանում իշխող Ալիևյան վարչակարգի քաղաքականության ընդհանուր տրամաբանության մեջ, ինչու որտեղ նրանք ձգտում են ամեն ինչում այստեղ լինել առաջինը, անգամ Միացյալ Նահանգների հետ համագործակցության առումով իրենք պետք է լինեն առաջինը, իրենք պետք է լինեն Միացյալ Նահանգների ամենակարևոր գործընկերը այս տարածաշրջանում, իրենց նպատակը դա է։ Ինչ որ ոլորտ եթե կա, նույն այս արհեստական բանականության ոլորտը, չէ, որտեղ Հայաստանի կշեռն ավելի բարձր է վստահաբար։ Նրանք այս պահին փորձում են այս ոլորտում լինել տարածաշրջանում առաջատար եւ սա նրանց ընդհանրապես տարածաշրջանային քաղաքականության առանձնահատկությունն է, բայց միևնույն ժամանակ Միացյալ Նահանգների համար որպես մեծ խաղացողի ներկայությունը այստեղ երաշխավորելու համար շատ կարևոր որպեսզի
ինքը պահպանի հավասարակշռությունը, ընդ որում ոչ միայն երկու երկրների Ադրբեջանի եւ Հայաստանի, այնպես էլ շատ կարեւոր, որպեսզի պահպանելու եւ գումարած ես կարծում որ Վրաստանի հետ էլ նրանք քայլ առ քայլ փորձել են վերականգնել, որովհետեւ եթե Վրաստանին դուրս են թողնում այս բոլոր բանաձևերից, Վրաստանում ակտիվանալու են Միացյալ Նահանգների մրցակիցները, տվյալ դեպքում Չինաստանն ու Ռուսաստանը, որպեսզի Հարավային Կովկասն ամբողջովին իրենց ազդեցության տակ լինի կամ հիմնականում իրենց ազդեցության տակ լինի, իրենք պետք է հավասարակշռությունը պահպանեն, այնպես որ Ադրբեջանում եւս ստորագրվել են փաստաթղթեր, բնականաբար առաջինը ռազմավարական համագործակցության խորացման վերաբերյալ այն փաստաթուղթն է, որից մեր հետ էլ կա, որից Վրաստանի հետ էլ կա, եւ գուցե ինչ որ ոլորտային եւս համագործակցություն է, հատկապես ռազմական ոլորտում ինչ որ պայմանավորության վերաբերյալ։ Շնորհակալ եմ ձեզ։ Ես եմ շնորհակալ։ Թարմ ուղեղով իմ զրուցակից տարածաշրջանի հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանն էր, իսկ երկրորդ խոսափողի մոտ Մոնիկա Մամյանը աշխատեց։ Կհանդիպենք վաղը, լավ եղեք։